Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները, որ Իսլամական Հանրապետությունը հաղթել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե անձամբ կանխել է Ալի Խամենեիի սպանությունը, պահանջելով Իսրայելից դադարեցնել ռմբակոծությունները։ Թրամփը հավելել է, որ վերջերս աշխատում էր հակաիրանական պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ, սակայն Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին դադարեցնում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ ամերիկյան ուժերը կրկին կհարվածեն Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի ուրանի հարստացումը։ Մենք կպահանջենք արտաքին վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ։ Խոսքը կարող է լինել ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ նույնիսկ հենց ամերիկյան կողմի ներգրավվածության մասին, հավելել է Դոնալդ Թրամփը։ Իրանի արտգործնախարարը մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերը կոչ է արել նրան հարգանքով խոսել Ալի Խամենեիի մասին, եթե Վաշինգտոնն իրոք ցանկանում է գործարք կնքել Թեհրանի հետ։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահի նկատմամբ մեծ հարգանք ունենալու մասին Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Նա կրկին հարգում է մեր երկիրը, 1 տարի առաջ այդպես չէր։ Մեզ հարգում են նաև Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները, համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև հուսով է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթաց կգրանցվի։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է Պատրիոտ հոբ համակարգեր փոխանցել Կիևին։ Միացյալ Նահանգները և Չինաստանը պայմանավորվել են զարգացնել առևտրային հարաբերությունները։ Պեկինի հետ համաձայնագիր ենք կնքել, այն ուժի մեջ կմտնի ավելի ուշ, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով առևտրային տարաձայնությունները հարթելու հարցով բանակցություններ են ընթանում նաև մի շարք այլ երկրների հետ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, մոտ ապագայում Վաշինգտոնն ամերիկյան շուկայում բիզնես վարելու պայմանների մասին կտեղեկացնի այն գործընկերներին, որոնք դեռևս առևտրային համաձայնագրեր չեն կնքել Միացյալ Նահանգների հետ։ Պեկինից հայտնում են, որ Չինաստանը շարունակի ապրանքների արտահանման թույլտվություններ տրամադրել, իսկ Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի դեմ ավելի վաղ սահմանված մի շարք պատժամիջոցներ։ Ավելի վաղ Պեկինը հայտարարել էր, որ արագացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտներում օգտագործվող հազվագյուտ մետաղների արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունների հիմնական պատճառն էին։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ, քանի որ Օտտավան հարկեր է սահմանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։ ԱՄՆ նախագահի խոսքով այդ քայլը հարձակում է Վաշինգտոնի վրա։ Առաջիկա 7 օրվա ընթացքում Կանադային կտեղեկացնենք, թե ինչ մաքսատուրքեր նրանք պետք է վճարեն Միացյալ Նահանգներում բիզնես վարելու համար, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Կանադայի վարչապետն արձագանքել է, Օտտավան առևտրային բանակցություններ կառաջարկի Վաշինգտոնին, չնայած Թրամփի կոշտ հայտարարություններին։ Մարկ Քարնին վստահեցրել է, բոլոր հնարավոր գործընթացները պետք է հաշվի առնեն կանադացիների շահերը։ Տեխնոլոգիական ընկերությունների համար հարկի մասին օրենքը Կանադայում ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ին։ Amazon-ը, Google-ը, Uber-ը եւ այլ ընկերություններ պարտավորվելու են վճարել կանադացի օգտատերերին մատուցվող թվային ծառայություններից ստացված եկամտի 3%-ը։ Միացյալ Նահանգներն էլ մարտին 25%-ի մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող տարբեր ապրանքների, այդ թվում պողպատի, ալյումինի եւ ավտոմեքենաների համար։ Բացի այդ 10%-ի մաքսատուրք է սահմանվել Կանադայից էներգակիրների եւ պարարտանյութերի ներմուծման համար։ Այդ ֆոնին Օտտավան էլ հայտարարել էր 25%-ի պատասխան հարկերի մասին։ Ռուանդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Վաշինգտոնում խաղաղության պայմանագիր են կնքել, դրա համաձայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում շարունակվող հակամարտությունը կդադարեցվի։ Միացյալ Նահանգներն էլ այդ երկրի տարածքում օգտակար հանածոներ արդյունահանելու իրավունք կստանա։ Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Ռուանդայի արտաքին գործերի նախարարները։ Խաղաղության համաձայնագիրը հիմնված է երկու աֆրիկյան երկրների կողմից 2025 թվականի ապրիլին հաստատված հռչակագրի վրա։ Նշվում է, որ կողմերը պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ռազմական գործողությունները, որոնք սրվել էին M23 խմբավորման հարձակումից հետո։ Հարկ է նշել, որ Ռուանդան հերքում է խմբավորմանն աջակցելու համար Կիգալիին ներկայացվող մեղադրանքները։ Դիանա Գասպարյան, լուրեր։